Ռազմական լարվածությունը Հայաստանի շուրջ մեծանում է, միաժամանակ սեղմելով օղակը։ Իրանի և Իսրայելի, Հնդկաստանի ու Պակիստանի բախումներն ուղիղ ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանում։ Ամեն վայրկյան Ադրբեջանը կարող է ազդակ ստանալ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Նախիջևանում կուտակված թշնամական զորքը պատահական չէ զորավարժություններ անում։ Դա մարտական պատրաստության վիճակի է բերվում։ Մենք էլ ձեռքներս ծալած չենք նստում, բայց շարունակ բողոքելով ոչ մի օգուտ չենք տա։ Հազար անգամ է ասվել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը պարզունակ և անհեռատես է, գործարքի է գնացել թշնամու հետ և օգտագործվել, հիմա էլ թշնամու ախորժակը ավելի է բացվել, Արցախը ստանալուց հետո ավելին է ուզում։ Մեր խնդիրն է հնարավորինս ուժեղացնել մեր բանակը։ Վերջին օրերին արդեն հասցրել ենք 200-ից ավելի քողարկիչ ցանցեր տանել մեր դիրքեր, որպեսզի մեր զորքը կարողանա լավագույն ձևով քողարկվել թշնամու ԱԹՍ-ներից և դիպուկահարներից։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում, ձեռք մեկնեք, ավելի արագացրեք այս գործընթացը։ Մեր երկրի անվտանգությունը միայն մեր ձեռքերում է։ Հայաստանի բարեկամ Հնդկաստանը պատրաստ է մտնել պատերազմի մեջ Իսրայելի կողմից, եթե Պակիստանը օգնի Իրանին։ Պակիստանը, որ ռազմավարական դաշնակից է Ադրբեջանին և Թուրքիային, անհրաժեշտ է համարել Իրանի հաղթանակը, պատրաստակամություն հայտնելով մտնել պատերազմի մեջ Իրանի կողմից։ Իր հերթին Իրանը մեղադրում է Պակիստանի դաշնակից Ադրբեջանին Իսրայելի ռազմաօդային ուժերի համար տարածք տալու մեջ։ Հնդկաստանն էլ է մեղադրում Ադրբեջանին Պակիստանի հետ համագործակցության համար, բայց իր շահերից բխող է համարում Ադրբեջանի դաշնակից Իսրայելի հետ համագործակցել։ Բան հասկացաք։ Սա կոչվում է համաշխարհային քաղաքականություն, որտեղ չկան դաշնակիցներ և բարեկամներ, կան շահեր։ 2020 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ Ստեփանակերտից և Արցախի մյուս քաղաքներից տեղեկացնում էի, որ թշնամու հրետակոծությունից տուժել են որոշ շենքեր, բայց բնակավայրը կանգուն է, Երևանում շատերը համարում էին, որ անհարկի հանգստացնում եմ մարդկանց։ Երբ ասում էի Ստեփանակերտում նույնիսկ բաց խանութներ կան և շատ մարդիկ մնացել են քաղաքում, երբեմն մտնում են ռմբապաստարաններ, էլի շատերը Երևանում մեղադրում էին, թե կեղծում են իրականությունը։ Պատերազմից անտեղյակ մարդիկ պատերազմի մասին դատում են հոլիվուդյան ֆանտաստիկ մարտաֆիլմերով, երբ մի ռումբը իբր վերացնում է ամբողջ բնակավայրը կամ հողին հավասարեցնում ամբողջական թաղամասեր։ Պատերազմ տեսած, ռումբերի տակով անցած մարդիկ լավ գիտեն, որ պատերազմն այնքան ավերիչ չէ, որքան ներկայացնում են։ 2020-ին Երևանում նստած շատ մարդկանց թվում էր, թե թշնամու հրետակոծությունից Ստեփանակերտը այլևս գոյություն չունի։ Դարձել է ավերակների կույտ, այնինչ վնասվել էին մի քանի շենքեր։ Հիմա էլ մարդիկ նայում են Իրանի և Իսրայելի կռվին և տեսանյութերով մտածում, թե Իրանի մայրաքաղաք Թեհրանը այլևս գոյություն չունի, կամ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը ավերակների կույտ է։ Հաշվի առեք, որ Թեհրանում գիշերները պաշտոնապես ապրում է 13 միլիոն մարդ, ցերեկը մինչև 17-ից 18 միլիոն։ Այդ հսկա քաղաքի վրա մի քանի հարյուր ռումբերը որևէ լուրջ ազդեցություն չեն գործի, իսկ շաբաթներ անց դուք Թեհրանում գրեթե չեք տեսնի այդ հարվածների հետքերը։ Նույնը Իսրայելում։ Այնպես որ պատերազմի մասին պատկերացում կազմելիս ձեր տեսած ֆիլմերն ու տարածվող քարոզչական տեսանյութերը դեռևս հիմք չեն։ Facebook-յան իր էջում գրում է լրագրող Նայիրի Հոխիկյանը։ Պատրաստվեք Հայաստանի ազատագրմանը։ Հունիսի 4-ը կարող ենք առանց չափազանցության համարել բեկումնային օր։ Նախ Պուտինը խորհրդակցություն անցկացրեց Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ և հայտարարեց. Առաջին. Ուկրաինայի իշխանությունը տերորիստական ռեժիմ է, որին ոչ թե խաղաղությունը պետք այլ իշխանության պահպանում։ Երկրորդ. Ոչ մի հանդիպում Զելենսկու հետ լինել չի կարող։ Երրորդ. Ոչ մի 30-օրյա կամ 60-օրյա զինադադար լինել չի կարող։ Վերջ։ Պուտինն ի լուր աշխարհի ասաց. Ես գնալու եմ մինչև վերջ։ Պուտինը վաբանկ է գնում, քանի որ այլ ելք պարզապես չունի։ Նա հատել է բոլոր կարմիր գծերը և պատերազմը նրա համար իշխանությունը պահելու և սեփական կյանքը փրկելու միակ միջոցն է։
Այնուհետև նույն օրը Վաշինգտոնում տեղի ունեցան չափազանց կարևոր, ես կասեի, վճռորոշ եւ բեկումնային իրադարձություններ, որոնց արդյունքում խորհրդային պետությունը հաղթեց նախագահին եւ փաստորեն կարող ենք ասել, որ Դոնալդ Թրամփն այլևս մեկուսացված է Ուկրաինայի հարցում որոշումներ կայացնելու պրոցեսից։ Բանն այն է, որ խորհրդային պետության աննախադեպ ճնշման հետևանքով նախագահ Թրամփը ստիպված էր հեռացնել իր սոցիալական կայքի նախագահ Պուտինին արդարացնող 2 ժամ առաջ արված իր իսկ գրառումը, ինչը ինքնին աննախադեպ երևույթ է, դրա փոխարեն դնելով Washington Post-ի թերթի կոշտ պատժամիջոցների մասին հոդվածի հղումը։ ԱՄՆ-ն կրկին որդեգրում է չափազանց կոշտ, սանկցիոն եւ ռազմական ճնշման քաղաքականություն Պուտինի ռեժիմի հանդեպ։ Թրամփը այլևս Պուտինին չի կարող օգնել զսպելով Ուկրաինային եւ Արևմուտքի ու Ուկրաինայի ձեռքերը, այլևս ազատ են։ Հանգուցալուծումը չափազանց մոտ է։ Ամենայն վստահությամբ ասում եմ, որ սա Պուտինի եւ նրա չեկիստական ռեժիմի վերջին ամառն է, ամիսների հարց է այլևս։ Եթե հիշում եք, մայիսի 28-ին Սարդարապատում ես ասացի. շատ շուտով, շատ անակնկալ կերպով կսկսվեն բեկումնային զարգացումներ, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ կգա եւ մենք ձեզ հետ ականատես կլինենք այնպիսի իրադարձությունների, որոնք չէին համարձակվի կանխատեսել նույնիսկ փորձված, շատ բան տեսած ու ապրած քաղաքագետներ, վերլուծաբաններ ու փորձագետներ։ Դա է լինելու մեր փրկության եւ ազատագրման այն գերնպաստավոր պահը, որի ժամանակ սակայն մենք ոչ թե ձեռքերը ծալած պիտի նստենք թախտին եւ սպասենք բախտին, այլ փլուզվող այս չարիքի կայսրության կողմից գաղութացված մնացած բոլոր ժողովուրդների, վրացիների, մոլդովացիների, բելարուսների, չեչենների, թաթարների, բաշկիրների հետ մեկտեղ ընդվզենք, ողողենք հրապարակները եւ տեր կանգնենք մեր երկրին, մեր ապագային եւ մեր իրավունքներին։ Ազգային ժողովրդավարական բևեռն ունի բավականաչափ փորձ, քաղաքական կամք եւ համարձակություն եւ պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի ազատագրման ծանր եւ պատասխանատու բեռը։ Մենք ունենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը հանդիսացող ազգային արժեքներով եւ ժողովրդավարական ավանդույթներով Հայաստանի մեր տեսլականն ու ծրագիրը։ Մենք որևէ կասկած չունենք, որ այդ պատմական պահին մեզ կմիանան ազգային ոգով տոգորված բազմաթիվ քաղաքական ուժեր եւ անհատներ եւ կլինի հենց այն իրական ազգային ուժերի համախմբումը, որի մասին հիմա շատերն են երազում եւ խոսում, բոլոր ազնիվ գիտակից եւ հայրենասեր հայ մարդկանցից կպահանջվի ուժերի գերլարում եւ վստահ եմ հաղթելու ենք։ Ես վստահ եմ, որ ազատագրումից եւ ազգային ժողովրդավարական պետության ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց Հայաստանը թռիչքային աճ արձանագրելով կդառնա անճանաչելի, ապահով, բարեկեցիկ, արդար եւ օրինակելի երկիր, քանզի արդարության եւ օրինականության մթնոլորտում աշխատասեր եւ տաղանդավոր հայ ժողովուրդը կկարողանա հանգիստ արարել ու ստեղծագործել, արժանավայել կյանք ապահովելով մեր գալիք սերունդներին։ Այնինչ տեղի ունեցավ այս կիրակի օրը, հունիսի 1-ին, անվերադարձ ոչնչացված 41 ստրատեգիական միջուկային ռմբակոծիչները եւ 2 օր առաջ հունիսի 3-ին ոչնչացված Ղրիմի կամուրջը ընդամենը սկիզբն է։ Գլխավոր եւ վճռորոշ իրադարձությունները դեռ առջևում են։ Միջուկային ուժերը եւ Ղրիմի կամուրջը Պուտինի ֆաշիստական, չեկիստական ռեժիմի գլխավոր խորհրդանիշներն են եւ նրանց փլուզմանը շատ շուտով կհաջորդի Պուտինի ռեժիմի փլուզումը։ Հաշված ամիսներ անց առաջին հանրապետությունը վերածնվելու է եւ մենք դա անելու ենք ձեզ հետ միասին։ Պատրաստվեք Հայաստանի ազատագրմանը։ Ազատ, անկախ Հայաստան։ Facebook-յան իր էջում գրում է Վահե Գասպարյանը։